ուրեմն մենք մի շաբաթ առաջ արտադրության նախարարության մոտ, քանի որ գերակաշայի բաց թողումներ գետեր կային, մենք առաջարկեցինք իրանց, քանի որ ուրեմն սենց ասեմ ձեզ 33-րդ թաղամասի բնակիչները արդեն շուրջ 17 տարի այդ անօրինական օրենքների միջով անցնում է, այնտեղ բաց թողած կետեր կան, որ կարող ենք այդ կետերը մենք մեզանով շտկել։ Հիմա ես այսօր այստեղ եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես մտահոգ քաղաքացի, այսինքն ինչ որ անցել է 33-րդ թաղամասի բնակիչների ճանապարհով, ես չեմ ուզենա այդ նույն գերակաշահը ուղղորդվի Նորագյուղի, Կոնդի, Կորի փողոցի, Դուզանդի վրա։ Հիմա ես ձեզ ասեմ, այնտեղ բաց թողումներ այսպիսին է։ Ուրեմն գերակաշայի օրենքները, որ դնում նայում եք, չէ, իրանք օրենքը կիրառում են, հա, բայց այդ օրենքի մեջ տարբեր նախարարություններ է այդ գալի։ Հիմա հերթով ասեմ ինչ հիմար, առաջինը գնահատում է կադաստրի կոմիտեն է, որ կադաստրի կոմիտեն լիցենզավորված անձնավորություններ կան, որոնք իրենք ուղղորդվում են թե կառուցապատողի կողմից, թե կառավարության կողմից։ Հիմա ես հստակ փաստ եմ ներկայացնում ձեզ, որտեղ անցել ենք մենք այդ ճանապարհը, եկել են փորձագետները, եկել են տունը գույքագրել են, ուրեմն նայեք, տեսեք ինչ է կատարվում։ Կադաստրային արժեքից իրանք 4 անգամ պակաս են գնահատում տունը ու դրան ավելացնում են այսօրվա առաջ 15% էր, հիմա ավելացնում են 30%։ Հիմա ես մի հատ թիվ բերեմ, որ ավելի պարզ լինի ձեր համար, մեր գույքը գնահատած է եղել 103 միլիոն դրամ, ուրեմն նախարարության կողմից փորձագետը գնահատել է 38 միլիոն դրամ։ Հիմա ես չէ դու թող ժողովուրդ հանրությունը թող դու գրիշ վերստի ու պատկերացնի 38 միլիոն դրամին, որ 30% էլ ավելացնեն, ենթադրենք խրախուսական, ոնց որ մեզ են արեն նույն բանը կատարել մնացած գերակաշա ճանաչված ենթադրենք թաղամասերում, կտեսնեն, որ շատ չնչին գումար է դա կազմում։ Այսօր գիտեք ինչ, այսօր շուկան ավելի է, չէ, ավելի է թանկացել շուկան քանի թանկանում է, չէ, գերակաշայի արժեքները իջնում է։ Չի կարելի նման բաներ։ Հիմա ես ավելին ասեմ, որ իրանք ասում են, դե մենք չենք կարա, եթե դուք օրենքը ուրեմն ընդունում եք, ուրեմն ընդունեք դրա, որ կարողանաք վերահսկել։ Այսօր բազմաթիվ խնդիրներ կան, որոնք հիմա կառավարությունը ձեռքերը լվանում է, քաղաքային իշխանությունը ձեռքերը լվանում է, պատասխանատվություն չեն կրում իրանց վրա, այսինքն թողում են ամբողջ ծանրությունը սեփականատիրոջ վրա, սեփականատերն էլ դատարանի դռներից, ինչպես որ մենք դուրս չեն գալի, մոտ մի 10 հատից ավել հայցեր ունենք, որ չենք հասնում նույնիսկ օր ա եղել, որ 2 տեղ ենք դատի մասնակցում։ Այսինքն միանշանակ ես ասում եմ, ես բազմիցս ասել եմ, նորից կրկնում եմ, որ ինչ է կատարվում այսօր մեր դատական համակարգում, չէ, դատարանները, գիտեք ինչ, ինձ չթվա, որ ես դատարաններին բողոքում եմ, այսինքն իրանք էլ են աբեկված, իրանք էլ չգիտեն ինչ անեն։ Հիմա ինչ եք առաջարկում դուք։ Ես առաջարկում եմ, որ վերանայվի գերակաշահը, ոչ մի խելացի մարդ, ոչ մի հայրենասեր մարդ դեմ չի, որ բարելավում լինի Հայաստանի Հանրապետությունը, չէ՞, բայց այնտեղ կետեր կա, որոնք պետք է այդ կետերը վերանայեն։ Հիմա նայեք, ես ձեզ ասեմ հիմա, միանշանակ, ասում են քաղաքի կենտրոնը բեռնաթափում են, չէ՞, այսինքն բարձրակ շենքերով քաղաքի կենտրոնն են բեռնաթափում։ Ես հիմա հարցս ուղղում եմ քաղաքային իշխանության։ Իրանք որ գնում են իրանց մեքենաներով, ոստիկանները իրանք ճանապարհներ են բացում, գնում են, գիտեն թե այդ ձև է։ Հիմա Նորագյուղում պատկերացրեք մի հատ Վանաձորի չափ քաղաք է սարքում։ Դուք չգիտեմ էլի, ես օրինակ սենց ասեմ, ես երկրաշարժ տեսած անձնավորություն եմ, մանավանդ մեր Հայաստանի Հանրապետությունը գտնված Սեսնիկ գոտիում, թե ինչ ռիսկ են անում, որ նման բարձրակ նույնիսկ 70 հարգանի շենքեր են ուզում սարքել, գիտեք ինչ, ուղղակի կարելի է ժպտալ իրանց ծրագրերի վրա։ Նման ծրագրեր բարձրակ շենքեր, խնդրեմ թող քաղաքից դուրս սարքեն։ Հիմա ասում են, չէ, սենց հարց են տալի, ասում է ներդնողները չեն գնա քաղաքից դուրս, ինչի Վագի թաղամասում ամենաթանկ տները ընդյա կենտրոնից դուրս չի դա գտնվում։ Նաև ձեր նախաձեռնությամբ ստորագրահավաք է իրականացվել, կխնդրեմ ստորագրահավաքի մասին։ Ուրեմն ցավալին նա է, որ երբ որ Նորագյուղը գերակաշա ճանաչվեց,
ես անձամբ նախաձեռնեցի ստորագրահավաք հավաքեցի, այսինքն 33-րդ թաղամասում միակ սեփականատերը ինքը հասցրեց 70-ած ստորագրահավաք ներկայացնի, որ մենք ներկայացնենք ազգային ժողով մեր առաջարկություններն անենք, արդեն մոտ 20 օր է, դա չեն ընդունել մեզի, հնդաշ չեն տվել այդ պատկերացրեք մի հոգի չի, երկու հոգի չի, չէ, 70-ից ավել ստորագրություն, այսինքն 70 սեփականատերերի մարդկանց ես ստորագրություն եմ ներկայացրել ազգային ժողով, որ քննարկում անցկացնենք։ Միգուցե ես ավելի լավ առաջարկություններ ունեմ, շատ է որ իրանք նստած են ազգային ժողովներում, իրանք կաբինետներում, տակ-տակ կոֆե չայ խմում են ու որոշումներ են կայացնում։ Բայց չէ որ մենք սեփականատերերս այդտեղ ապրում ենք, չէ, ավելի գիտենք դրա բաց թողումները, ոնց կարելի է ընդհանրենք մարդուն մոտենալ, սեփականատիրոջը մոտենալ։ Շատ ներողություն, ես մի բան ասեմ, էլի, այս վերջերս որ Ռասիան մոլի տոնավաճառի առևտրականները որ բան են անում, տեսակ ինչ աղմուկ բարձրացավ։ Բա հիմա եթե այդ մարդիկ այդտեղ առևտուր են անում, աղմուկ բարձրացնեն, հիմա ես ձեր միջոցով դիմեմ կառավարությանը։ Ոնց կարելի է սեփականատիրոջը, որ պապական այդտեղ ապրել, այդտեղ մեծացել է, ու կան միանգամից առաջի դատարանի վճռը, որ իրավունք եք չունես ողոքարկելու ու ունազրկել։ Չի կարելի, նման բան չի կարելի, չէ՞ որ մենք էլ ենք հայ, դուք էլ եք հայ։ Հիմա ձեր ձայնը լսելու համար ինչ եք անելու։ Դե մեր ձայնը լսելու համար ես մի քիչ անհանգստացած եմ մեր ժողովրդից, որ հիմա ոչ թե պետքաստ է լիներ ընդհանրենք 10-20 հոգի, 30 հոգի, այլ ամբողջ նորագյուղի կազմը ստելներ, իրանց ողոքը բարձրացնեն։ Ես խորհուրդ կտամ, որ ես անվճար խորհրդակցություն կարամ անցկացնել իրանց հետ, թե ոնց կարողանան իրանց իրավունքները պաշտպանել։ Որտեղ գիտեք ինչ, կառավարությունը ասում է դե դատարանը պետք է որոշի, չէ՞։ Դատարանը մուրճը ձեռքը, չէ՞, մուրճը ձեռքը որոշումներ է կայացնում ու ունազրկում է։ Ես հիմա կառավարությանը դիմում եմ, եթե մուրճը ձեր ձեռքն է, ուրեմն կվախն ու լոմը ժողովրդի ձեռն է, զգուշ եղեք։